ոնց է։ Նույնը։ Արդեն չգիտեմ ինչ անեմ, որ ցավդ մեղմացնեմ, որ չտարապես։ Նորից եկել եմ, բայց կնախնդրեի ստեղ չլինել, որ չտեսնեի, թե ոնց ես տառապում։ Վլադը, ուրա Վլադը։ Իմացի, որ Վլադը քեզ շատ է սիրում, շատ։ Դու նրա համար սրբություն ես, մի անհասանելի բարձունք, ուր ոչ ոք չի բարձրանա, հավատա ինձ շատ է սիրում։ Ինչի չի գալիս։ Որովհետև Վլադը չգիտի, որ դու կաս։ Դուրս գնա մի խանգարի։ Բայց ես զանգում եմ։ Թող զանգեն։ Բայց ձեր… Ասում եմ դուրս գնա։ Ներիր, ես գիտեմ, որ չես սիրում, որ բարկանում եմ։ Լավ, պապ, դու ինչ ես վերցնում, կարող ուզում ես ինձ տեղ փագել։ Գրկեմ։ Ծանր ես օրա, որս արև, աշկից կեզ մենակ են եզոն կարա գրկի, բայց ես ինչ պակաս տղա եմ, որ էդ վլադիկից, մնենց գրկեմ, չնայած մուրազի վրա էլ եմ է ողնաշարս բա որ ջարդեմ, ու վարը չգիտեմ ինչ անեմ, ու լավ է, կգրկեմ, հա ու կգրկեմ, դենում ես, համ ուժեղ եմ, համ խելոք եմ, համ էլ սիրուն ժպիտ ունեմ, գնացինք։ Ազիզ ջան, ոնց ես Ազիզ ջան, լավեղի մերնեմ ջանիդ, հələ մենք իրար հետ լիքը գործ ունենք դու լավեղի։ Հրահորս արև ես մեռակի դես չէ, հիմա քեզի պատմեմ, քո հետ անկեղծ լինեմ, այդ որ դու տենց մի անգամից ընկար, սաղ կայֆս թողես, դրջծա, արա ոնց որ ինա դու անեիր, ոնց որ անեիր, որ գային ընկներ իմ ավտոն, օրս արև, ես ինչ լավն ես դու։ Ասում եմ, այս մոմենտը որ չլներ, դու սենց ավտո ոնց էիր նստելու, չնայած են Եզոյի ավտոն ամեն օր նստում ես, Եզո ասի քրոջս իշա, ես դրա, ոչինչ ես ավլադիկի քթերից կգա։ Այսքան տարի իմացել եմ, որ այսօրը գալու է, բայց մեկը էլի չեմ ընդունել, էլի չեմ սպասել, չեմ համակերպվել, չեմ հաշտվել։
տեղը տակա թե ոնց։ Ես չես ուզում զարթնես, աղջիկ ջան։ Հələ մի րոպե։ Աղջիկ կարողա մեռել ես։ Կարողա անկապ մեռել է փողոցից վեկալ է դրա ավտոս տանում եմ։ Սպասի է։ Չէ, երեխու պուլսը տեղն է։ Նորմալ է։ Բայց գիտես, չէ, որ տենց անկապ փռվար փողոց աշկից դու պրոբլեմ ունես, դու էլ խաբար չես։ Ու էդի հեչ լավ չի կոյդ, պետք է շատ զգուշ լինենք։ Գոհ եմ ես էլ։ Գոհ եմ, շատ գոհ եմ, ինձ ավելնորդ պրոբլեմներ պետք չեն։ Ես գիտեմ ինչ պիտի անեմ, պիտի զանգեմ։ Ալո, Վանյա, Վանիկ, հետդ գործ կա։ Արա Մարիկիչ, ինչ ասեք, ոնց ասեք։ Հա, լավ ա, դե լսի ուրեմն։ Մեկը կա մոտս։ Քնած ա, խորը քուն ա մտել։ Բայց եսի որ քնից ելնի, ինձի քո օգնությունն ա պետք գալու, լսում ես արա։ Ինչի ես տաղաճանել։ Ինչի ես ինձ պահել։ Ես ինչի են ինչ-որ մարդիկ ուզում քեզ սպանել։ Քանի կյանքով ես դու ապրում։ Ով ես դու։ Ես կարան քեզ ճանաչեմ։ Լադ, ես ինչքան ես զանգել։ Բա ինչ անեի, պապ, նեղն էի։ Այսինքն մինչև հիմա նեղն եմ։ Ինչ ա եղել։ Էլի քաղմաս եմ բերել, ու այս անգամ վիզ դրած չեն ուզում բաց թողնեն։ Հիմա ինչ ա եղել։ Նորից այդ մարդուն են հիշել։ Գցե բռնել են ու հասկացել են ոնց որ չէ, մեղավորը ես եմ։ Վայ Վալեր, խոսքի տերն ես, հա լինում։ Հա, ու մեկ էլ նախքին կնիկս էլ ա ցուցմունք տվել իմ դեմ։ Մի խոսքով բանակով դուրս են եկել քո դեմ։ Հա, ու որ սենց գնաց երևի այսօր չթողնեն ես տեղից դուրս գամ։ Լավ, իրար մի խառնվեի, հիմա գալիս եմ։ Այս ամեն ինչը սպասելի էր։ Ես ինչքան դեռ պիտի գլուխ ջարդեմ իմ մութ կյանքը հասկանալու համար։ Իմ ու Լևի, իմ ու Ադանեի կապը գտնելու համար։ Շատ կուզեի սիրուն կյանք ունենալ, նորմալ մարդկանց նման իմ ընտանիքն ունենալ, բոլորի նման ուրախանալ ու տխրել, բայց չէ, չունեմ ես այդ։ Չգիտես ինչից զրկված եմ դրանից։ Բայց ես ինչ գիտեմ, թե բոլորը ոնց են ապրում, ով նրանք էլ ինձ պես դժբախտ են։ Հիշում եմ բանտում իրք էի կարդում։ Շատ լավ խոսք եմ հիշել։ Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար։ Յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի։ Երիք դարդամի շրնես, ամեն ինչ ենքան վաճ չի, ոնց որ դու ես մտածում։
Ճիշտ ես ասում։ Ավելի վատ է, քան ես մտածում եմ։ Ես արևոտ տորով ինչ վատ մտքեր ունես։ Երբ որ մարդու ներսում մութ ու խավար է, արևը այդտեղ անզոր է։ Դու ուղղակի մոլորվել ես։ Ինչի համար կորցրել ես կյանքում եղած բոլոր կարևոր արժեքները եւ երևույթները։ Լավ ուրախ ես երևում։ Ուրախ չեմ, բայց կուրել չեմ, որ չտեսնեմ ինձ վրա ժպտացող այս արևը։ Անխելքել չեմ, որ չտաքանամ այս արևից, եթե ինքը տալիս է ինձ այս հնարավորությունը։ Փիլիսոփա ես գերե առավոտ քշերում։ Դու լավ մի հատ լավ հատկություն ունեք։ Կարողանում եք մարդուն ցրել ու շեղել իրականությունից։ Լսի, դու հələ չես խոսացել քո խնդիրներից ու չես տվել քո հարցերը։ Բայց արդեն հասկանում եմ ինչ ես ուզում ասել։ Դրա համար կոչ եմ անում քեզ ապրել։ Լիասիրտ ապրել։ Շատ բան ուզած ես։ Ալադեց։ Դու լեվը լավ ձենձենի եք տվել։ Երկուսդ էլ նույն կոչն եք անում։ Բայց մի հատ բան կա, որ երկուսդ էլ չեք կարողանում հասկանալ, որ ես ունեմ չպարզված անցյալ, ու եթե ես այդ չպարզեմ, չեմ կարողանա հանգիստ ապրել, հիմար ձևանամ, յանի ամեն ինչ տոչնի է ու ապրեմ։ Իսկ ինչը տոչնի չի։ Եսիմ, այդ հարցը ես ձեզ պտի տամ, քեզ էլ Լևին էլ, թե ինչ ա եղի իմ անցյալում։ Ոչ Լևը, ոչ էլ ես չեն կարող պատասխանել քո հարցին։ Կարող եք ու պտի պատասխանեք, պտի։ Հանգարց ձեր մտքով չանցնի, որ կարողանում եք ինձ խաբել, այդ սուտի պատմությունները հորինելով, ինձ խաբեցիք քաշվակ խրախ, չկա դες բան։ Մենք ուղղակի ուզում ենք, որ դու լավ ապրես։ Ես կյանքում ոչ մեկ չգիտի, վաղվա օրը ինչա լինելու։ Ուղղակի ապրի քո համար, հանգիստ ապրի։ Արի դու ինձ այդ բաները մի ասա։ Ես քեզ ուղղակի ասում եմ, մի կոտորի քեզ, պատեպատ մի տուր, ուղղակի ապրի, կայֆավա տեղի, ես կյանքում ենքան լավ բաներ կան։ Դու լը շատ ջահել ես, ենքան չես աճել, որ հասկանաս կյանքի իմաստը։ Լավ աչքիս հետ դուք եք իմ վրա կայֆավատ լինում։ Դուք շատ լավ գիտեք ինձ ինչա պետք, ես ինչ եմ ուզում։ Ու այդ ինչ որ ուզում եմ ձեր մոտ է։ Դուք ինձ փոխարենը դա տակ ցրում եք։ Ստիպում եք, որ յանի նորմալ ապրեմ։ Մի արեք։ Ես քեզ մի լավ խորհուրդ տամ։ Դու ինձ խորհուրդ մի տու, է։ Դու իմ հարցին պատասխան։ Մենք առաջին անգամ բանտում չի, չէ, որ հանդիպել ենք։ Ես, դու Լևը։ Դուք ինձ միջև իմ բանտ ընկնելն էլ եք իմացել, չէ։ Ես քեզ մի հատ լավ խորհուրդ կտամ։ Ու ինձ կլսես, եթե գլխումդ խելք կա։ Լևի ձեռքի տակից դուրս չգաս։ Ինչ էլ լինի, Լևից չհեռանաս։ Պատճառն ասա։ Բայց էլի բարոյախրատական հեքիաթներ չկարդաս։ Ես դրանք շատ լավ գիտեմ։ Դու ասա ինչի չհեռվանամ Լևից։ Ես քեզ սրանց լավ խորհուրդ չեմ կարող տամ։ Ինչ էլ լինի, Լևի կողքից չհեռանաս։ Դուք իրար հետ մեծ ճամփա ունեք անցնելու։ Դուք ինձ գժանոց կհասցնեք ախպերս։ Ամեն անգամ քո թե Լևի հետ
Խոսալուց ուզում եմ ինչ-որ բան հասկանամ, մի քայլ առաջ գնամ, բայց չէ։ Ինձ եք խճճում ապե մարդ ցնդում է։ Լևից հարազատ մարդ դու չունես ես կյանքում։ Այդ մեկը լավ իմացի։ Հասնենք կտեսնես։ Ես եկել էի ձեր տուն, որ ձեր խոստացած աշխատանքը ստանայի։ Մինչ աշխատանքի անցնելը դու ավելի կարևոր գործ ունես անելու։ Ինձ համար աշխատանքից ավելի կարևոր բան այս բան չկա։ Կա։ Ուզում ես աշխատել, բայց պիտի ասեմ, որ մենակ հասուն մարդիկ են աշխատում։ Իսկ դու դեռ այդքան չես հասունացել ու քեզ լակոտի պես ես պահում։ Ու որ քայլս էր լակոտություն։ Փախնելդ։ Մենք խոսեցինք, պայմանավորվեցինք։ Չէ՞։ Ինչի փախար։ Դա տղամարդավարի էր։ Բայց ես էլի հետ եկա, չէ՞։ Անկայուն հարցներն են գնում ու գալիս։ Դու հարց չես, հասկանում ես, չէ՞ ինչ եմ ասում։ Սովորել սիրում ես։ Ինչի ես հարցնում։ Ուզում եմ, որ դու նորից դպրոց գնաս։ Դպրոցն ինչի սա։ Ուզում ես տեսնես ինչի եմ ընդունակ, երբ տաղուս են կպնում։ Հələ մի հատ հանգստացի։ Ինչ ես օրենքի մարդկանց լարել տողուս դեմ, եթե իհարկե այս երկրում օրենք կա։ Օրենք որ լիներ, դու կարող ես այս ձևով ինձ մոտ մտնել։ Կամ ով կթողար, որ դռանս աստեիր։ Եթե օրենք լիներ, դու էլ այստեղ չէիր լինի, այդ ծախված։ Լսի, ինչ ես ուզում, որ քեզ համար ավելի վատ լինի։ Որ կյանքը գլխի վայր շուր գա, հա? Ինչ ես տղուս դեմ խաղ ես տալիս։ Դու ես մեղավոր։ Դու խախտեցիր խաղի կանոնները։ Դու շատ լավ գիտես, թե ինչ է այսպես ստացվեց ամեն ինչը։ Իսկ դու գիտես, թե ինչա լինում են մարդկանց հետ, ովքեր մոռանում են խաղի կանոնները։ Այ Մոնթեն մոռացավ, պատժվեց։ Դու էլ մոռացար։ Ու հիմա էլ դու ես պատժվելու։ Ես քեզ համար պալաչը չեմ։ Ճիշտ ես։ Դու ինձ համար ավելի հեշտ լուծվող խնդիր ես։ Եթե պալաչը ինչ-որ գաղտնի ինֆորմացիա է տիրապետում ու վտանգավոր է մեզ բոլորիս համար, ապա դու ոչ մի բան ես։ Մի բան էլ դու ես մեզանից կախված։ Արի մեր հարցերը մենք լուծենք, ինքնուրույն, առանց տղուս խառնելու ու առանց կեղտոտ խաղերի։ Գոնե կեղտոտ խաղերից դու մի խոսա։ Ամբողջ կյանքդ կեղտոտ խաղեր ես խաղացել։ Դրա համար էլ հիմա ոչ մեկ չկա կողքիդ, մենակ ես։ Ու թող չլինի։ Մեր կլանում ոչ ոք ոչ մեկի կողքին իրականում չկա։ Երբեք չգիտես, թե այդ կողքիդ կանգնածը երբ կկանգնի դիմացդ ու կգործի որպես թշնամի։ Քո դեպքում ամեն ինչ շատ պարզ է։ Կողքիդ մարդ չկա։ Բոլորը քո դեմ են։ Ուզում ամբողջ աշխարհը իմ դեմ կանգնի։ Ես չեմ կոտրվի, չեմ թուլանա ու թույլ չեմ տա, որ դու կամ ինչ-որ մեկը տղուս ազատության հետ խաղա։ Դե հիմա գնա ու սպասի ամեն տեսակ հարձակումների։ Լավ չես անում, Վալեր։ Ժամանակին, եթե ես քեզ չպաշտպանեի, ալիկը, առավել ևս լևը քեզ հում կուտեին։ Հիմա ես կողք կքաշվեմ ու թող ուտեն։
տեսնես էլ կհանդիպեմ քեզ բալես։ Երնեք են բայրին, որ հոգ էիր տանում իմ մասին։ Էլի ուզում ես ինքնուրույն ուտել։ Լավ։ Ախր մենք պետք է գնայինք ուրիշ երկիր։ Այդ կլիներ մեր փրկությունը։ Արա կարող է լավ չես կապ կպել, հա։ Դե սրանից ավելի ինչ կապեմ, Ալեկիս ջան։ Արա դե ոնց ասեմ քեզ որ կապես, սաղ ես պետք է ասեմ, նայ, անենց կապեիր, որ սենց արձանի պես մնար, չշարժվեր, կարայիր։ Ալեկիս ջան, ճիշտ է, իմ գործը չի, բայց մի բան հարցնեմ, սրան ինչ ես անելու։ Թաթու եմ դնելու։ Ինձ մի հատ հարմար տուն է պետք։ Պետք է սրան տանենք ընդե, կարաս ճարես տուն։ Դե պապուստուն կարանք տանենք։ Մեկ այնտեղ ապրող չկա։ Հələ նայ աչքերը ոնց փայլեց, ոնց որ գիտես ինչ ուզենա ասի։ Ես մանկուց երազել եմ լինել Վանիկի պապիի տանը։ Լավ, գնացինք։ Եթե չկա դիակ, չկա հանցագործություն, ուրեմն ոչ ոք չի կարող տղայից մեղադրանք առաջադրել։ Ադամ Գեորգիչ, հանգիստ եղեք։ Իսկ այն մյուս գործով արդեն ապացուցվել է, որ տղաս մեղավոր չի, որպես վարորդ ինքը մաքուր է։ Ուրեմն ես հասրեցի խորապես ինֆորմացվել երկու գործի հետ էլ, այնպես որ դուք հանգիստ եղեք։ Բայց ես անհանգստանում եմ, որովհետև գիտեմ ովքեր են այս ամեն ինչի հետևում կանգնած, թե ինչ մարդկանց միջոցով է տղես հայտնվել քաղմասում։ Էլ չեմ կարող հանգստություն պահեմ, էլ ուժ չունեմ։ Պիտի դիմանաս։ Պիտի թույլ չտաս, որ այս գայլերի ոհմակը մեզ հոշոտի։ Բայց ոնց։ Եթե օդից վրես գործ են կարում, այս անտեր տեղը օրենքը գործում է ինչ-որ մարդկանց կմահաճույքով, ես արդեն չգիտեմ ինչ մտածեմ։ Լավ, սուս Վլադ, ես էլ լավ չեմ, ենքան խարն եմ, ընենց վատ վիճակի մեջ եմ հայտնել, որ ինձ թվում է օրերս հաշված են։ Բայց էդ հեչ, թող հիմա Սուրիկ Սմբատիչը քեզ ազատի, հետո Երևան չենք անում։ Բայց կարա պապ։ Քաղաքի լավագույն փաստաբաններից է։ Իսկ ինձ կասես ինչ ա եղել, որ ես չգիտեմ։ Ցավից գալարում ես, մտածում ես իմացել ես կյանքիդ ամենադաժան ճշմարտությունը, բայց դա այդպես չի, իրականում դու ոչինչ չես իմացել, բալես դու ոչինչ չես իմացել, իրականում դու միայն հերթական քաոսի դուռն ես բացել, դու կխելագարվես, Դու կխելագարվես, երբ իմանաս, որ այսքան տարի սգացել ես մի ընտանիքի համար, որը կոնը չի։ Ինչ։ Ես ուր ենք եկել։ Խանութ։ Խանութում ինչ ունենք անելու։ Խանութում ինչ են անում մարդիկ։ Ես կմնամ ավտոյի մեջ, դու գնա։ Ինչ ար ավտոյից։ Հա, բայց ինչ անենք խանութում։ Քեզ համար հագուստ պիտի առնենք։ Ինձ հագուստ պետք չի։ Իսկ ես գտնում եմ, որ պետք է, ու շատ։ Իչի։
Արի։ Ապրես Վանյա ջան։ Ես քեզանից շատ գոհ եմ։ Արդեն կարաս գնաս։ Թե պետքա մնամ։ Չէ, արա ուր մնաս։ Չէ։ Վանիկը գնա, չէ։ Որովհետև մեզ ավելնորդ վկաներ պետք չեն։ Ինքը մենակ մեզ կխանգարի։ Անասուն։ Էս ինչի ենք սենց ջղայն, կատաղած։ Բա բարև ձեզ։ Բաց դե մորթասպան։ Ես ո՞նց եմ ես ընկել քո ձեռքը։ Բաց թող։ Ուրեմն պատմեմ ոնց ես։ Դու ընկել իմ ձեռքը։ Դու քո ոտով, պապայի արև։ Ես քեզ օգնել եմ, բերել եմ ստեղ, բա։ Ոնց որ մնամ, հա։ Չէ, գնում ես ու շատ արագ։ Լսի, բաց թող ես էլ գնամ։ Ես քնչին եմ այ մորթասպան։ Արա Վանիկ։ Հա, արա Մալիկիչ։ Ուրեմն լսի ամենակարևորը։ Այս մասին ոչ մեկի, ոչ մի խոսք, հասկացար։ Թու, կեղտ։ Կեղտը ես եմ, թե դու։ Դու չես ընտանիք քանդողը։ Քո պատճառով չի քուրես տարապել, հա։ Լսի, դու պիտի տարապես, դու պիտի տարապես, այ մարդասպան, ու հլը դու ես ընտանիք քանդելուց խոսում, այդ որ դու իմ աղբորը սպանում էր, դու մտածում էր, որ ընտանիք ես քանդում, այ ադասուն, բաց թող։ Այս կատաղությունդ գետասան եզոյի վրա կթափես, որովհետև եթե էդի չլիներ, ես չէի ճանաչի քո խելոք ապերիկին ու իրակ հարցերը չէի լուծի։ Սուս մնա, սուս։ Դու ինձ չսսկացնես, լսում ես։ Թե չէ կարողա գժվեմ ու հենց այսօր հարցերդ լուծեմ։ Լսի, դու ինձ ինչ կարաս անես, հն։ Ինձ ինչ կարաս անես, այ անուղեղ կենթանի։ Ինչ որ պետք է կանեմ, կտենաս։ Ձերքրտ ենք, ոքաշի մատով չկպնես ինձ։ Ոնց որ կատաղած շունիկ լինես, գիտես։ Դες ինչի ես հասնելու դու։ Ինչա ձերքդ ընկնելու ինձ տեղ բերելով։ Ուրեմն ասեմ, առաջինը ես քո հետ շատ մեծ պլաններ ունեմ։ Երկրորդն էլ դու պետք է քեզ խելոք պահես, որ ամեն ինչ նորմալ լինի, հասկանում ես։ Այ ինձ չկատաղացնես, թե չգիտես ինչ կոնը։ Կարես հանգիստ խփես։ Իմացի, որ ինձ խփելով կամ սպանելով հաստատ ինձ լավություն արած կդնես։ Շորերի մեջ ինձ լավ չեմ զգա, սրանք իմը չեն։ Քոնն են։ Ես ուզում եմ, որ դու մաքուր հագնվես, ինչպես բոլոր երեխաները, ու գնաս դպրոց մարտավարի։ Ես դպրոց գնալուց շատ ավելի կարևոր բաներ ունեմ ես անում։ Չունես։ Արա այն ինչ ասում եմ, արի։ Բայց ինչ եմ անելու հիմա։ Հանկարծ չասես, որ էլի առանց հարցնելու ներս մտա։ Ինքդ գիտես էլ ինչ ասեմ։ Հա, այդ մեկը գիտեմ, բայց թե այն ինչ ես գլուխդ կորցրել, այ այդ մեկը չգիտեմ։ Գլուխ։ Որ գլուխ ունեմ, այդ գիտեմ, բայց թե մեջի ինչ կա, այդ մեկը չգիտեմ։ Դատարկությունը, հա, դատարկությունը հաստատ։ Բանես դու առաջ շատ բարձր կարծիք ունեիր քո մասին։ Հիմա ինչ ես կարծիքդ փոխել։ Ինչ ա եղել։ Դաժե սկսել ես կասկածել։ Ուղեղուր ես, թե չունես։ Ինչու՞մն ա բանը։ Վերջապես հասկացել եմ, որ ոտքից գլուխ թերություն եմ ես։ Ու հերիքա գնաս գաս, մամա, հերիքա։ Մեղա քեզ Աստված։ Վայ, աղջիկ ջան, ճիշտ է,
Բայց երեխա չէ որ կարողանամ թռնելով իջնել։ Նա ստոպ տուր այդտեղ։ Մամա, отстань, մամա, отстань։ Չկարաս։ Ես երկրորդ Կարմեն չեմ ուզում տեսնել։ Նա էլ էստեղ չի խորոնում ես։ Չես ուզում մի տես, ինչ ես կպել պոչիցս։ Պոչիցդ կպել եմ ու պոկ չեմ գա միջև չասես ինչա պատահել։ Աղջի, Մոնիկա, կարող է այդ երիտասարդը քեզ խաբել, թողել փախել, դու էլ նստել դարդ ես սառնում։ Թող գնա գրողի ծոցը, հա։ Պատում ես, նա չլինի նրա մորքուրը կամ մորողպոր տղան լինի։ Ինչ ա եղել։ Դու երևի մոռացել ես քեզ հայելու մեջ նայել, որ նայես կհասկանաս, որ երբ մտքովդ անցնի, 1000 տղա ոտքերիդ տակ ընկած կլինի։ Ինձ 1000 տղա պետք չի։ Ինձ Հենրին էր պետք, կամ Վարդկեսը։ Աղջի, Վարդկեսն ով է։ Վարդկեսը, Պողոսը, Պետրոսը, մտածում կարող է անուններ է խաբել։ Թե բան եմ հասկանում ամոթ ինձ։ Դե հիմա խաբել է, մամա։ Ես խաբված եմ։ Ինչ ա խաբել։ Բուշոկը ճիշտ էր ասում, մամ։ Ինքը ինչ ներկայացել է։ Ինքը աղքատ տղա է, սովորական ավտոմեխանիկ։ Ոյ մամա ջան, ոյ սիրտս վատա, ոյ սիրտս վատա, ես հիմա կմեռնեմ, ոյ եկեք ինձ փրկեք, ոյ Աստված իմ, որ իմ աղջիկը, իմ գեղեցկուհին սիրահարված լինի ինչ-որ մրոտի վրա, ինչ-որ մի ավտոմեխանիկ, որը մեքենայից բացի, այդ մեքենայի մրերից բացի ուրիշ բան չտեսնի, չէ, ոյ, ես ինչ վատ եմ, չէ, դա անընդունելի է, աղջիկ ունե մի հատ ջուր տուր, ես կմեռնեմ։ Գոնե մենակ սիրահարված լինեի։ Բա էլ ինչ։ Էլ ոչ մի բան, մամա։ Ինչ ուզում էիր իմացար։ Իսկ հիմա, եթե կարելի է, շատ եմ խնդրում, ինձ մենակ թող։ Ես հորդ կասեմ, որ այդ ոչլոտին իրա մրերի մեջ թող կորցնի, անենց կորցնի, որ ոչ հատ չկարողանա գտնել։ Սա ինչ բան է, ով հասցնի գեղեցկույներից խաբում է։ Չգնամ ջուր խմեմ, մի հատ ջուր էլ չտվեց։ Չի պատասխանում։ Չէ, այսօր ոչ մեկ չի ուզում ինձ պատասխանի։ Հետո, ասում ես էլ ինչ խոստովան ես, բալաչ աղջկան։ Հարո ձեզ ադապ Գյորգիչ, ինչպես եք։ Շնորհակալություն։ Պատմեց էլ ոնց որ բալաչի պատմեցա դու չգիտես։ Չի պատասխանում այդ աղջիկը։ Վլադ, շատ ծանր վիճակում ենք հայտնվել, շատ։ Ես որ հա շատ վատ վիճակում եմ հայտնվել, հաշկես գնամ Ադանայենց տուն։ Քո այդ աղջկան սիրահարվելը մեզ վրա շատ թանկ նստեց, շատ թանկ գին վճարեցինք, Վլադ։ Ես իրան սիրում եմ, ու թե ում վրա ինչ գինա նստել, դա չի ուզում։ Քեզ նույնիսկ չի հուզում, որ մի խումբ գազաններ դուրս են եկել հորդ դեմ ու կարող են հոշոտել։ Ինչ ա եղել։ Գիտես հիմա ում նման եմ։ Այսենց մենակ կանգնել եմ կռվի դաշտում ու շուրջ բոլորս թշնամիներ են։ Չհասկացա ինչի ես մենակ, բա ես։ Չէ, ես քեզ չեմ թողնի, որ ոտքդ այդ դաշտ մտցնես։ Առանց էլ առանց քո կամքի, առանց իմ թողնելու խառնվեց իրենց խառը պատմությունների մեջ։ Ինչ պրոբլեմ է այդ աղբերներն են, հա։ Չէ, մենակ նրանք չեն։ Վալերն էլ է իմ դեմ դուրս եկել։ Այն ժամանակ ինձ լևը ձեռք չտվեց, որովհետև Վալերը մեջքից կանգնած էր։ Հիմա էլ ես կամ պապ։ Կարող է Վալերի նման ազդեցիկ չեմ, բայց դու խստեղն ես։ Ես քեզ մենակ չեմ թողնի։ Մանավանդ որ ես եմ քեզ գցել այս պատմության մեջ։
ճիշտ վարվեցի, թող իմ երեխեն ինձ ատի, բայց իրա կյանքը չվտանգի։ Ես գործնելու բան չունեմ, իսկ ինքն առջևում մի ամբողջ կյանք ունի ապրելու։ Ես իմ կյանքի ձեռը կարակն եմ ընկել։ Արդեն ակնեցի, ամեն կողմից խոփում են ու թվում, որ ես էլ եմ ինձ բոլորն եմ խոփում։ Եկա տղես։ Սպասում էիր պապան գա հեքիաթ պատմի նոր քնեիր։ Հա։ Իսկ ո՞րն ես ուզում որ պատմեմ։ Տղես դու խելոք պարկի հեսա կգա։ Սախեցիր, արա, դու մեր կլանում տեղ չունես։ Ոնց որ խանգարված լինեմ, արդեն չեմ էլ հասկանում, որն է հիշողություն, որն է երաս ու երևակայություն։ Այս տեսարանն իմ մեջ է ու ես չեմ հասկանում սենց բան եղել է իմ կյանքում, թե ես ընդամենը երեխա ժամանակվա վատ երազ է, որն ինձ հանգիստ չի տալիս մինչև այսօր։ Դու մեր կլանում տեղ չունես։